այս սա է Ալիևի ուզածը։ Առավոտյան արթնացել ես բանակում զոհ, մեկին Գյումրու քաղաքապետի տեխնացու էր Մարտուն Գրիգորյանին եկան հանցագործության բանով տարան, հակակոռուպցիոն ձերբակալելու հիմքով տարան, ամեն օր սա է, սրան բռնին, նրան բռնին, սրան բռնին, նրան բռնին, և արդյունքը որն է լինելու, էլի, ասենք բռնել եք, արդյունքը, բացի մարդկանց ունեցվածքը խլելուց, ձեր մեջ անելուց, ուրիշ ինչ է կարել։ Դուք Ծառուկյան Գագիկին 6 տարի տարակ դատարաններով բերեցիք, մարտ ամսին ասեցիք, որ չէ, դատարանը արդարացրել է, մենք սխալ ենք եղել, բայց 6 տարի դուք Ծառուկյան Գագիկին դատարաններով տարակ ու բերեցիք։ Հիմա վերցրել եք այդ մարդուն, գիտեք, որ տանելու եք, բերեք, ոչինչ չեք կարողանալու ապացուցել, դրոշ եք տվել Ավինյան Տիգրանի ձեռքը, ասում եք, այնտեղ արդեն ազատ է, գնա դրոշը տնկի այնտեղ։ Այդ տղու ձեռքը էլ դրոշ մի տվեք, խնդրում եմ ձեզ։ Դրոշ տալիս եք, ես հիմա չգիտեմ, ասում եմ, շենքերը եկեք բան անենք, մեկ էլ տեսար եկավ մեր շենքերի վրա էլ դրոշ տնկեց, ասեց, ժողովուրդ եկեք, մերոնքականներ եկեք, այս ազատ շենք է։ Դե ոնց կարելի է այդպես, կամ ոնց եք մտնում մարդկանց ընտանիքներ, բռնում եք ձեզ մարդկանց ընտանեկան այդ շինծու պատմությունները, որ սփռում եք, հետո էլ ասում են մի մտեք մեր ընտանիք, հետո էլ ասում են մի սենց արեք, մի նենց արեք, ոնց եք դուք ձեզ թույլ տալիս, ընդհանրապես Եվրոպայում կա նման երկիր, որտեղ այսպիսի խայտառակ արդարադատություն է իրականացվում, մեկին հետախուզում են, մեկին հետապնդում են, մեկին, չգիտես, գետնին են պարկասնում, մեկից թալանն են տանում, այդպես էլ չի ստացում, ասում են, բա Սաշիկի թալանը, ասում է, դե բա չեք հիշում, 20 քանի միլիոն եկավ պետական բյուջե, հարց այդ որ եկավ պետական բյուջե ինչ արեցիք, բացի ձեզ պարգևավճար տալուց, բացի երկրի փողերը մսխելուց, որ եկավ պետական բյուջե, ինչ արեցիք դուք, ինչ եք արել էլ այդ գումարները, չասեք ասվատ, այս ասվատը ձեր խայտառակությունն է, մի քանի օր առաջ Հրազդանում քայլում եմ, 1 տարի առաջվա ասվալտ էր, այնքան էին սենց սարքել էին դրոշակ այդ ասվալտը, այս թաղամասում սովետական տարիներից ի վեր ասվալտ չկար, ասվալտը ճակտված, մայթերը փոստ ընկած, այդ չի ձեր արած ասվալտը, ստեղ անում են, ընդեղ վրայից փողա, որ աշխատում են տղերքը, փողա, որ աշխատում են, դուք ինչ եք արել, մի հատ ընտրովի մարմին կայ ժողովուրդ ասմա գնանք, ընտրենք, միտեղ գոնե լավացնենք, ամեն Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիների ամեն ձևավորված խորհրդարան մեկը մյուսին գերազանցում է, ինչքան մանկապարտեզ գնացած ու այդ մանկապարտեզից չաճած աղջիկներ կա, բերել լցրել ես խորհրդարան, ԿՊ չգիտեն ինչի են եկել, են տղեն երեք խոսում էր մի խայտառակություն, ասում եկել են, որ օրենքների հետևից մտնեմ, գնամ, չգիտեմ ինչ անեմ, են մի աղջիկ ասում եկել, այս խայտառակություն է, ու սրանք էլ պետք է հարկատուների հաշվին պարգևավճար ստանան, սրանք էլ պետք է ասեն, մենք եկել ենք, որովհետև ինչ էր ասում, արդյունավետ աշխատանք են ցույց տալիս դրա համար, երկրի հերն անիծել եք, պարտքերը ավելացրել եք, ու են Սիսակ Գաբրելյանն էլ չի հասկանում, հետո ինչ ասում է, որ պարտք ենք ավելացրել, ինչ է դրանից մեր երկրին սպառնում, այն է սպառնում, որ քո հարևանը, որ շատ է սրանից նրանց պարտք վերցնում, կգա քո դուռը, քացով կտաս, կասես գնային կոմ, ես քեզ ոչինչ չունեմ տալու, այդ դա է լինելու, քացով ամենտեղ ձեզ տալու են